Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, հարցազրույցը սկսենք Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարությունից, ըստ որի այլ երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ գործադրվում են որոշակի ճնշումներ, վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնել։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք անցալելի է, որ երկրի մասին է խոսքը եւ ինչու են նման քայլեր իրականացվում, նաեւ որ ուժին կամ քաղաքական դերակատարին աջակցելու մասին է խոսակցությունը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, պարզ է Ռուսաստանի մասին է խոսքը։ Չգիտեմ ինչու մեր արտաքին հետախուզության ծառայությունը խուսափում է հստակ ասել, որ դա Ռուսաստանի մասին է խոսքը, չգիտեմ ինչու, ես չեմ կարծում, որ պետք է մենք զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ տեքստից ակնհայտ է այնտեղ բիզնեսի մասին է խոսքը, բիզնես մեխանիզմներ օգտագործելու մասին, բարձր Ռուսաստանի մասին է խոսքը։ Հետո մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը, բարձր Ռուսաստանում են ապրում զգալի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես կարծում եմ կարելի է ուղղակիորեն ասել, բայց ինչ է ինձ համար կարևոր։ Մենք բազմիցս բարձրացնում էինք հարցեր, օրինակ անձամբ ես, որ Ռուսաստանը ուզում է ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա։ Նաև այլ մարդիկ խոսում են դրա մասին, քաղաքական գործիչները Հայաստանում, փորձագետները, բայց մի բանը մենք փորձագետներս ասում ենք, մի այլ բան պետական ինստիտուտի հայտարարություն։ Պետական ինստիտուտներից մեկը կարևորագույն Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարությունով հանդես է գալիս, որ վտանգներ կան, փորձ է արվում ազդել մեր ընտրությունների վրա։ Ինչի մասին է խոսքը։ Հավաքագրում են հայերին, ապրող Ռուսաստանում քաղաքացի, որ իրանք գան ու ի վերջո ստեղ քվեարկեն ի օգուտ այս կամ այն տեխնացուների, որոնք Ռուսաստանի համար ընդունելի են կամ կծառայեն ի վերջո ի օգուտ Ռուսաստանի ընտրություններից հետո։ Ակնհայտ է դա այդ հիբրիդային պատերազմի տարերից է, տարբերակներից է, դրա մասին շատ է խոսվել, հետո հիշում եք ուսումնասիրվում էր Մոլդովայի փորձը, ոնց մենք պետք է պայքարել դրա դեմ, բայց ինձ համար նորից կրկնում եմ, կարևոր է, որ մեր պետական ինստիտուտն է դա ասում, պետական ինստիտուտի հայտարարությունն է դա։ Բայց այնուամենայնիվ հասկանանք, թե նպատակը որն է եւ ինչ վերջնարդյունքում ինչի են ուզում հասնել այդ ուժերը, նույն Ռուսաստանը, որովհետեւ վտանգավոր սցենարների մասին եք խոսում, որ այնտեղից բերվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ընտրելու են ըստ իրենց սցենարի։ Գիտեք, նպատակները Ռուսաստանի տարբեր են, բայց գլխավոր նպատակներից մեկը օտարել հայ ժողովրդից Սյունիքը։ Շատերը չեն հասկանում։ Այսինքն Սամվել Կարապետյանի իշխանության գալու գերնպատակը դա է։ Այդ ուժեղ խոստումները։ Ես պետք է ասեմ, որ հարցը նրանում չի, հասկանում է այդ ուժը, որ իրան ուզում են օգտագործել դրա համար, թե ոչ։ Ես ասում եմ Ռուսաստանի նպատակի։ Հիմա այս մարդիկ Սամվել Կարապետյանն, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի այդ դաշինքը, պարոն Ծառուկյան, այդ ուժեր, ովքեր ավելի շատ պրոռուսական դիրքորոշում ունեն, ուզում են ուժեղացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերադարձնել Հայաստանը հապկ ու չեն թաքցնում, չէ՞ իրանց։ Այդ մարդիկ կարող են նույնիսկ չիմանան, ինչ նպատակներ դնում է Ռուսաստանը, իրանց օգտագործելով, բայց ես պնդում եմ Ռուսաստանը ու ուզում եմ բոլոր ուժերին քաղաքական, ովքեր կմասնակցեն ընտրությունների, ասել, ձեզ մի մասին ուզում են օգտագործել, ինչի համար, շատ հասարակ բանի համար։ Սյունիքը օտարելու հայ ժողովրդից, բայց ինչու, համոզված եմ, որ շատերը հիմա կզարմանան, կասեն, այդ ինչ կապ ունի, Ռուսաստանը թույլ է, Ռուսաստանը հիմա ծախում է իր դաշնակիցների շահերը իրեն փրկելու համար, դասական օրինակը միշտ բերում ենք Սիրիայի օրինակը, Հայաստանի օրինակը 2020 թվին, որ Ռուսաստանը մեր շահերը ծախելով ինչ-որ հարցեր լուծեց Թուրքիայի հետ, Սիրիան ծախեց Թուրքիայի վրա, հիմա դասական նոր օրինակները Իրանն է եւ Վենեսուելան։
Հիշում եք Մադուրոյի հետ կապված միջև ձերբակալություն Ռուսաստանը զգուշացնում էր ամերիկացին։ Վատա ձեզ լինելու, եթե փորձեք ինչ-որ բան Մադուրոյի դեմ։ Ձերբակալեցին, լեզու գտան ամերիկացիների հետ, պրծավ, գնաց։ Նույնը հիմա Իրանի հետ կապված։ Դուք գիտեք ինչ ասեց Պուտինը եւ Ռուսաստանը, Պեսկովը, պարոն պրեսքարտուղարը ուղղակի մի քանի օր առաջ, երբ որ ասեցին, դե Իրանին պետք է օգնեք, դուք դաշնակցային պայմանագիր կնքեցիք, գիտեք ինչ ասեցին, մենք պաշտոնական նամակ չենք ստացել։ Շատ նման, հիշում եք 2020 թվականին մեզ էին ասում 21-22 թվականները, որ չգրավոր չուղարկեցիք։ Սխալ կետով ուղարկեցիք։ Կամ սխալ կետով հղումը սխալ էր, չէ, դա ոնց որ ձեր առնեն, բայց միտքս ինչու՞մ է, մենք պետք է հասկանանք, Ռուսաստանը ծանրագույն վիճակում է, չի կարող հաղթել Ուկրաինան 5-րդ տարի է գնում է պատերազմը, Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է այդ ագրեսիայի դեմ, ունենալով մոտավորապես 5-ից 10 անգամ առավելություն զենք զինամթերքի մեջ չեն կարող հաղթել, ծանր վիճակում են։ Ու հիմա Ռուսաստանը գտնում է կարևոր կետեր, որոնք կարող է ծախել Ամերիկայի վրա, Թուրքիայի վրա, այլ խաղացողների վրա, որ փրկի իր դա է պատճառը, որ հիմա Ռուսաստանին շատ պետք է Սյունիքը։ Իսկ ում վրա է ծախելու Սյունիքը։ Սյունիքի դեպքում իմ կարծիքով Ռուսաստանը կփորձի լեզու գտնել Դոնալդ Տրամփի հետ։ Կփորձի։ Պարզ է, այնտեղ Ադրբեջանի շահերը նաև կան եւ այլ, բայց առաջի հերթին, քանի որ Դոնալդ Տրամփը եկավ, աջակցում է Հայաստանին, TRIP ծրագիրը, շատ լավ ծրագիր է, հիմա Ռուսաստանը ուզում է, ու պատահականություն չի, որ 3 հեռախոսազրույց եղավ Պուտին-Թրամփ, դու գիտեք Պուտինը ինչի մասին էր խոսում։ Նույնիսկ Թրամփը ասեց, արի Ուկրաինայից խոսենք։ Այսօր Թրամփի պրեսքարտուղարը տվեց մի մասը բովանդակության։ Ու Թրամփը ասեց, չէ, արի խոսանք Ուկրաինայից, Ուկրաինայում խաղաղություն հաստատենք, Պուտինը ասում է, չէ, ես ուզում եմ քեզ հետ խոսել Իրանի հարցով, Իրանի հետևանքները նաև Հարավային Կովկասում, դες Պուտինը ուզում է մտնել նաև Հարավային Կովկասի Իրանի հարցերի մեջ, ինչու։ Այնտեղ շահեր կան, ու այդ շահերը ուզում է փոխանակել Տրամփի հետ, որ Տրամփը, ասենք, սանկցիան քաղաքականությունը թույլատնի, որ ինքը շարունակի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Չհասկանալը դա հանցագործություն է հայ ժողովրդի առջև։ Ռուսաստանը հիմա ծանր վիճակում է, վիրավորված է այդ որպես մեծ պետություն, վիրավորված վիճակում, թուլացած վիճակում, ու ինքը ցանկացած հնարավորություն փորձում է օգտագործել իօքուտ Իրան։ Ու ստեղ է, որ այս ուժերին փորձ է արվում Ռուսաստանի կողմից օգտագործել, ամեն ինչ անել, որ իրանք հաղթող դուրս գան ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե գործող իշխանությունը Հայաստանի, որը դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունը, այսօրվա իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել, փորձում են այլ ընտրանքներ ստեղծել, որ կախվածությունը Ռուսաստանից այդ կամ ուժեղ չլինի, ուզում են աշխատել Ռուսաստանի հետ։ Փաշինյանը, վարչապետը բազմիցս ասել է, բայց այնուամենայնիվ դիվերսիֆիկացիա գնում է, TRIP ծրագիր դա, Եվրոմիության ծրագրերը, Իրանի հետ լուրջ համագործակցությունը, նո հիմա պատերազմը ծանր վիճակում է, բայց այդ ամեն ինչը ցույց է տալիս մեկ բան, որ Ռուսաստանը ուզում է միջամտել մեր ընտրությունների վրա մեջ, ինչու, որ ինչ որ ուժերի միջոցով, ես կձևակերպեմ այդպես պրոռուսական ուժերի միջոցով, որոնք կարող են նույնիսկ պատկերացում չունեն Ռուսաստանի նպատակներից, օրինակ օտարեն մեզանից Սյունիքը, այդ առաջինը, երկրորդը, այդպես անեն, որ Հայաստանը հրաժարվի համագործակցությանը Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, ու այս որ հեռախոսազրույցեր Պուտին-Թրամփ նվիրված էր նաև այդ թվում TRIP ծրագրի, որ Պուտինը պարզ է իրան ասեց, որ այնտեղ մեր սահմանապահներն են, ուրեմն հասկացաք, այս վտանգները կան ու ուժերը պարտավոր են իմանալ։ Եթե իրանք այդքան միամիտ են, որ չեն հասկանում, ուրեմն թող դուրս գան, պայքարի մեջ չմտնեն, հասկանում եք, մեծ խաղ է հիմա գնում։ Ու մեր Սյունիքը, մեր հարավը, ճանապարհները հնարավոր, որոնք կբացվեն, հիմա մեծ գլոբալ նշանակություն ունեն։ Գլոբալ խաղերի մի մասն են։ Պարոն Գրիգորյան, մեծ խաղի մեջ Հայաստանը ինչպիսի դիրքավորում պիտի ունենա, Հայաստանի շահը հիմա ինչ է ենթադրում, որովհետև գիտեք, վերջին օրերին քիչ չեն մեղադրանքները, երկրորդ նախագահը նաև փորձել է ոդկասթի, այսպես ֆորմատով իր մտքերը հայտնել, իր մտքերի մասին խոսում է, ասում է, փոխանակ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը զանգեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, որևէ կերպ փորձեն ազդել նրանց որոշման վրա, որպեսզի
պատերազմը կանգնեցնեն Իրանում, զբաղված են կարկանդակ ուտելով։ Հիմա հասկանանք, թե Հայաստանի դիրքավորումը այս մեծ խաղում ինչպիսին պիտի լինի եւ ինչ է ենթադրում հիմա Հայաստանի շահը։ Նու նայեք, Իրանի հետ կապված։ Հասկանալի է, հիմա ամենաակտուալ թեման է Իրանը, Իրանում ընթացող, Իրանի դեմ ընթացող process-ները կազդեն նաև Իրան-Հայաստան սահմանի կարգավիճակի վրա։ Ուստեղ Հայաստանը, եթե դուք նկատել եք, առաջինը Հայաստանը, ինչը շատ կարևոր է, լրջագույնը զբաղվում է հայերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցերով, ովքեր գտնվում էին արաբական աշխարհում, Իրաքում, այս երկրներում։ Դուք գիտեք, մեր կառավարությունը քայլեր արել է, չվերթներ եղան, մի մասի մարդկանց դուրս բերեցին։ Դες պետությունը ցույց է տալիս, որ ինքը պետություն է։ Ինքը մտահոգված է իր քաղաքացիների կյանքով, նույն Իրանով գտնվող մեր քաղաքացիների հարցերով, դա դրական է։ Երկրորդ մասը դիվանագիտական աշխատանք։ Արտգործնախարարը մի քանի հերախոսազրույցներ ունեցել է եւ Բայրամովի հետ, եւ Ֆիդանի հետ, Թուրքիայի արտգործնախարարի, եւ արաբական աշխարհի արտգործնախարարների հայտարարություններ, նույն վարչապետ, արտգործնախարար Հայաստանի հայտարարություններ կապված այս իրավիճակի։ Հենց կոչերով, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն, ի վերջո Նիկոլ Փաշինյանը ունեցել է նաև ու հիմա գնում է, դուք գիտեք, Ֆրանսիա, Ստրասբուրգ, այդ Եվրոպարլամենտ, ինչի գնում է այնտեղ, պարզ է եվրոպացիների հետ հենց այդ թեմաները, Իրանի թեմաները շոշափել, ոչ միայն մեր Հայաստանին վերաբերող հարցերը, պարզ է դա, չէ՞։ Ինչ եմ ուզում ասել։ Հայաստանը անում է այդ քայլերը։ Ինչու ձև են թափում, որ չեն լսում, չգիտեն, այդ իրանց խնդիրն է։ Ես ավելին ձեզ ասեմ, առաջի անգամը, որ Հայաստանը դառնում է գործոն, երևացող գործոն։ Դուք գիտեք, զգալի մասը երկրների քաղաքացիների, մոտավորապես 40-ից ավել երկրների քաղաքացիներ ցամաքով Իրանի մտան Հայաստան, ցամաքով այդ սահմանով Իրանը Հայաստան, մտան Հայաստան ու Հայաստանից նոր տեղափոխվեցին, վերադարձան իրենց երկրներ։ Դրա մեջ մտնում են եւ Չինաստանի, եւ Ռուսաստանի, եւ եվրոպական տարբեր երկրների քաղաքացիներ 40 երկրներից ավել։ Բավական մեծ թիվ է կազմում, ընդհանուր 400-ից ավել մարդ։ Ինչ եմ ուզում ասել, դու գործոն ես։ Դու աջակցում ես կանադացիք Հայաստանով դուրս եկամ, էլ ձեզ ասեմ, Մեծ Բրիտանացիք, ինչ եմ ուզում ասել, գործող իշխանությունը այդ քայլերը անում է ու նաև այդ թվում քաղաքական հայտարարություններ։ Օրինակ ես համարում ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, որ այդ նոր այաթոլա, նոր հոգևոր առաջնորդի Իրանի ընտրվելուց հետո շնորհավորեց այդ ընտրությունը, քանի որ դա պետական ինստիտուտներն են Իրանի այսօրվա, որոնք ընտրեցին նոր առաջնորդ Իրանի, հարևան երկիր է, իմիջիալ ձեզ ասեմ Ալիևն էլ շնորհավորեց, Էրդողանն էլ շնորհավորեց, այլ երկրները, միտքս ինչու՞մ է կայանում, անում են, եւ Իրանի հետ փորձում են այդ նորմալ քաղաքական դիվանագիտական հարաբերություններ պահպանել եւ միաժամանակ աշխարհի հետ աշխատում են նաեւ այդ թվում Եվրոպայի հետ։ Ամերիկացիների դուք գիտեք արձագանքը, որ Հարավային Կովկասը կարեւոր է։ Դուք պատկերացնում եք ամերիկացիք ինչքան հիմա զբաղված են Իրանով, բայց պետդեպարտամենտը 2 օր առաջ արեց հայտարարություն, որ Հարավային Կովկասի ծրագրերը Ադրբեջանին մեսիջ ուղարկեցին Հայաստանին, Վրաստանին, որ մենք կշարունակենք աշխատել։ Ու այդ ամբողջ process-ում մենք կանք, նախկինում ոնց էր, ասում են դե գնացեք Մոսկվայում, խոսացեք, մենք ստեղ ենք այդ նախկինների ժամանակ, թող պատմեմ այդ բաները, գիտեք, ինչ շատ զարմացնում է, ձև են թափում, որ մենք չունենք հիշողություն, բայց իմ հիշողությունը, քաղաքական հիշողությունը ուժեղ է, ես հիշում եմ ոնց էր նախկինների ժամանակ, ամեն հարց ասում են դե գնացեք Մոսկվայի հետ պայմանավորվեք, այնտեղից մեզ կասեմ ինչ պետք է անեն, ես ինչա մենք չենք հիշում, հիմա այս իշխանությունների ժամանակ մենք դարձանք գործոն, դες մեզ հետ ենք խոսում, հիմա Միրզոյան Բայրամով հերախոսազրույցը շատ լուրջ հերախոսազրույց էր, նախկինում եղել են այս ձևի բաներ, կամ Ֆիդանի հետ, մենք պետք է հասկանանք, որ դառնալով խաղացող այս տարածաշրջանում, փոքր միգուցե մեծ դեր չենք խաղացող, փոքր դու դրանով քո սուվերենությունը, քո շանսը պահպանել սուվերենությունը դու պահում ես, բայց նորից կրկնում եմ, Իրանի իրադարձությունների հետ կապված ի վերջո կարող է գա
վտանգը կապված Սյունիքի հետ։ Այո, լավ է, որ Տրամպը կա, Տրամպը մեզ հետ համագործակցում է, դրա վտանգը գրեթե ինքը մարեց, որ մեզ վրա կհարձակվեն, բայց Իրանի մեծ process-ը, որը գնում է, ու ես կասեի պես ապակայունացումը, որը կարող է սկսել Իրանում, վտանգի տակ է դնում։ Ու ես առաջարկում եմ իշխանություններին շատ արագ լուծել հարցը ռուս սահմանապահների այս սահմանում։ Դուրս բերման շատ արագ, քանի որ ռուս սահմանապահները կանգնած այնտեղ, եթե Իրանում իրոք սկսվի ապակայունացում երկրում, հույսով եմ, որ չի լինի դա, բայց մենք տեսնում ենք Իրանը չի հանձնվում, շարունակում է պայքարը, ուժերը հավասար չեն, Ամերիկայի պարզը հնարավորությունները շատ մեծ են, կարող է սկսվի ապակայունացում ներսում, ու դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանը փորձի այս սահմանը մեկի վրա ծախել, ես այդպես ժողովրդի լեզվով ձևակերպեմ, ավելի դիվանագիտորեն կարող են ձևակերպել, բայց իրանք են հիմա այնտեղ կանգնած այդ սահմանում, իրանք կարող են, քանի որ Ռուսաստանը կարող է ինչ-որ հարցեր լուծի, օրինակ, այս սահմանը, կոպիտ ասած երրորդ երկրին ծախելով, ասենք լուծի հարցը Ուկրաինայի պատերազմի հետ կապված, ինչ-որ զենք զինամթերք ստանալու, Ռուսաստանը շատ պրագմատիկ, ցինիկ է հիմա գործում, բոլորին հանձնում է, բոլորին փուրը տալիս է, ոնց հանձնեցին Մադուրոին։ Ոնց հանձնեցին Մադուրոին, շատերը չգիտեն, որ հիմա այս Կարիբյան ծովերում գտնվում են ռուսական ռազմանավերը, այ հիմա գտնվում են, այս խիչը չպաշտպանեցին, հանձնում են, քանի որ Ռուսաստանին անչափ կարևոր է օգնությունը Ամերիկայի այլ խաղացողների առանձին հարցերում, ինչքան էլ հակասություն չունենան։ Պարոն Գրիգորյան, տեսեք, դուք ասացիք, որ հիմա թրիփը մասնակի եւ որոշակիորեն ապահովում է Սյունիքի անվտանգությունը, հակառակի մասին էր խոսում երկրորդ նախագահը, ասում է, եթե թրիփը իրականություն լիներ, հիմա Հայաստանն էլ չէր վրիպի եւ Հայաստանում էլ կունենայինք իրանական հրթիռներ կամ կընկնեին իրանական հրթիռները, որովհետեւ դա այնուամենայնիվ ամերիկյան պրոյեկտ է։ Նախ հասկանանք հիմա թրիփը վտանգում է Սյունիքը, թե անվտանգության մակարդակն է բարձրացնում եւ նաեւ քանի որ ասացիք, որ Ռուսաստանը այստեղ գալիս է Սյունիքը կտրելու համար եւ խորհրդարանական ընտրություններում նաեւ խաղադրույք է արել իր ուժերի վրա, այդ անհատների վրա, որպեսզի իր հաղթանակով ապահովի Սյունիքի անջատումը, տեսեք, նույն ուժերը, օրինակ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ Իրանի պատերազմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ խաղաղությունը չի կարող ունենալ մեկ երաշխավոր կողմ եւ մենք պիտի ապավինենք Ռուսաստանին։ Խաղաղության պայմանագիրը թրիփը պետք է ունենան երկրորդ երաշխավոր կողմ, այս դեպքում գիտեք, խոսվում է պարտադիր Ռուսաստանի մասին։ Այս հակասությունները, այս դիլեմաները ինչպես հասկանանք, այսինքն հստակ ուժեր, անհատներ կան, որ մեր անվտանգությունը, խաղաղությունը, ուժը, բարեկեցությունը պատկերացնում են Ռուսաստանի հետ։ Հիմա դուք ասում եք գալու է Ռուսաստանը Սյունիքը կտրի։ Հիմա նայեք, ես շարժվում եմ փաստերով, ոչ թե ցանկություններով։ Ռուսաստանը հանձնեց Ղարաբաղը Ադրբեջանին, ու ես դեռ չեմ հանդիպել մի հատ հայ, որը դա վիճարկի։ Կան հայեր, որ ասում են, միգուցե մենք էլ պետք է լավ աշխատենք, կան այս ձևի հայեր, բայց մի հայ չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ինձ ասի, պարոն Գրիգորյան, այդպես չէր, բոլորը գիտեն, Ղարաբաղը հանձնվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին։ Հիմա ինչու կարող ենք խորը վերլուծել, ժամանակը կգա կվերլուծենք, բայց գլխավորը, որ իրանք հանձնեցին, ավելին, իրանք ասեցին, որ անցկացրեցին Թուրքիայի հետ Ղարաբաղում ռազմական գործողություններ, օպերացիա։ Ավելին, Ղարաբաղում գտնվող խաղապաները Ռուսաստանի քայլ առ քայլ, հիշում եք, հանձնում էին Ղարաբաղը։ Փարուղ գյուղի պատմությունը մենք հիշում ենք, քայլ առ քայլ։ Դες այդ մեր աչքի առջև էր։ Հիմա ինչու Սամվել Կարապետյանը իր թիմը դա չեն տեսնում, այդ իրանց խնդիրն է։ Պետք չի փաթաթել իրանց խնդիրը մեր հասարակության վրա։ Իրանց խնդիրն է։ Հիմա թող իրանք բացատրեն։ Ինչով են բացատրում։ Հապկը ի պաշտոն է։ Դա շատ կարևոր է։ Մի բանը իմ գնահատականը հապկի հետ կապված, մյուս բանը պաշտոնական հայտարարությունը հապկի։ Հապկը ասեց, այն որ Ադրբեջանը մտավ Հայաստան, հասավ գրեթե ջերմուկ, դա միջ սահմանային վեճ է։ 6 կիլոմետր մտան, ինք ասում է միջ սահմանային։ Ինչ է դա նշանակում։ Հապկը չի ճանաչում մեր սահմանը։ Ուրեմն ճիշտ ենք, որ սառեցրել ենք։ Ես խորհուրդ եմ տալիս իշխանությունների միջև ընտրություններ դուրս գալ հապկից, որ մարդիկ հստակ այսօրվա իշխանությունների հստակ դիրքորոշումը հասկանան, միատել գան ու աջակցեն հունիսի 7-ին։ Բայց միտքս ինչու՞մ է։ Տեսակ, ես բերեցի 4-5 փաստեր։ Ավելին մյուս փաստը բերում եմ։
Եվրո միության դիտորդական առաքելությունը, որը սահմանում է կանգնած հայ ադրբեջանական հայկական կողմից, բերեց նրան, որ կրակոտ չկա մեր զինվորների վրա։ Ոչ մի հայ զինվոր չի զոհվել վերջի 2 տարվա ընթացքում։ Դուք հիշում եք 2024-ի փետրվարին զոհվեց 4 հոգի, այնտեղ որտեղ դեռ կանգնած էին ռուս սահմանապահները ներքին խանդում, իրանք տվեցին կոորդինատները մեր զինվորներին, այնտեղից հարված հասցվեց մեր, բայց 2 տարում ոչ մեկը չզոհվեց մեր զինվորներից, միայն դրա պատճառով, որ եվրոդիտորդները կանգնած են։ Հիմա ինչու ես փաստերը բերում եմ։ Տեսեք, ես փաստերը բերում եմ։ Պատասխանը ստանում են հուզական։ Ոնց Ռուսաստանը 2 դար մեզ հետա, այո, 2 դար Ռուսաստանը մեզ հետա, տարբեր ժամանակներում տարբեր ձևերով էր Ռուսաստանը, ցարերի ժամանակ մի ձևով, կոմունիստների ժամանակ այլ ձևերով, բայց չգիտես ինչու մեր տարածքները անդադ փոքրանում էին։ Ուրեմն, իմ ասածը շատ հասարակ բան է։ Գործող իշխանությունների բազմավեկտոր քաղաքականությունը, ես այդպես կձևակերպեմ, իշխանությունը ասում է բալանսավորված, ճիշտ քաղաքականություն է, ակցենտը դնել Եվրոմիության հետ աշխատել, ճանապարհները բացել Միացյալ Նահանգների TRIP ծրագրի շրջանակում, դա ճիշտ է, ու այդ մեծ աղմուկը պրոռուսական ուժերի այդ ծրագրերի դեմ ուղղված ինչի հետ է կապված, քանի որ իրանք նայում են ինչ են ասում Ռուսաստանից։ Իրանց դիրքորոշումը ինքնուրույն չի։ Իրանք նայում են ինչ ասում Ռուսաստանը։ Ռուսաստանի դա դուր չի գալիս, իրանք էլ քննադատում են։ Ահա, ուրեմն մեր հասարակությունը պետք է ոչ թե մտնի այդ վեճերի մեջ, ուղղակի գնա ու քվեարկությամբ լուծի այդ հարցերը։ Մեր քաղաքացիները ուզում են ունենալ անկախ պետություն, ավելի սուվերեն պետություն, որը օրինակ հիմա օգնում է տարբեր երկրների քաղաքացիներին դուրս գալ Իրանից, Հայաստանի տարածքով վերադառնալ տուն, ռեյտինգը բարձրացնել դրա շնորհիվ։ Ուզում է որ խաղաղություն լինի։ Այս ուժերը բաց ասում են, եթե մենք գանք, այդ բոլոր ծրագրերը այսօրվա Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակվա կուսակցության իշխանությունը բոլորը չեղյալ կհամարենք։ Դա ավտոմատ կնշանակի, որ խնդիրներ կունենանք նորից սրված Ադրբեջանի հետ, նորից Ռուսաստանը կօգտագործի դա։ Ինչ են ուզում մեր քաղաքացիները պետք է գնան քվեարկությունով ցույց տան մեզ։ Ինչու նույնը հնարավոր չէ Ռուսաստանի հետ, պարոն Գրիգորյան, ունենալ ավելի ինքնիշխան, ավելի խաղաղ պետություն։ Ինչու։ Հիմա նաև բացատրենք, թե ինչու դա հնարավոր չի, որովհետև այդ ուժերն էլ ասում են, որ հնարավոր է խաղաղություն, երաշխավորված խաղաղություն, հնարավոր է ունենալ ինքնիշխանություն, բայց Ռուսաստանի հետ, օրինակ Վիտալի Բալասանյանը օրերս տարօրինակ հայտարարություն արեց եկեղեցու բակից, որ Հայաստանը պիտի միութենական պետությունների կազմում լինի եւ սերտ հարաբերություններ ունենա Իրանի հետ, դա է Հայաստանի փրկության բանացևը ըստ Վիտալի Բալասանյանի։ Գիտեք, որ Վիտալի Բալասանյանը տարիներ շարունակ կռվել է Արցախի անկախության համար, անգամ դեմ է եղել Արցախի եւ Հայաստանի միացմանը։ Մենք գիտենք այդ հայտնի տեսակետը։ Հիմա որտեղից այս տրանսֆորմացիան, երբ մարդով պայքարել է Արցախի անկախության համար, հիմա ասում են, որ Հայաստանը պիտի միութենական պետության մաս դառնա։ Հիմա նայեք, Ղարաբաղի էլիտան, այդպես ասեմ, ոչ միայն Վիտալի Բալասանյանի մասին է խոսքը, այլ մարդկանց ես լսում եմ իրանց, այսօր էլ լսում են, այն ժամանակ, հիշում եք, իրանք կապում են, իրոք պայքարում էին, որ Արցախը անկախանա Ադրբեջանից։ Իրոք պայքարում էին, դա մենք գնահատում ենք, թող չմտածենք, որ չենք գնահատում։ Մենք էլ ունենք լուրջ լումա այդ process-ում, բայց Արցախի էլիտան, հիշում եք, մինչև նույնիսկ անկումը, մինչև 2023 թիվը սեպտեմբեր, ամեն ինչ կապում են Ռուսաստանի հետ։ Այստեղ իրանք ամեն ինչ կորցրեցին։ То есть, երբ որ նույնիսկ ասեցին, դե Սոֆիայում հանդիպեք ադրբեջանցիների հետ, լեզու գտեք, քանի որ զարգացումները իօգուտ մեզ չէին, գիտեք, ծանր վիճակում պետք է մի քիչ ճկուն գտնվես։ Մի հատ հիշեք ինչ արեցին։ Արայիկ Արությունյանին ստիպեցին, որ ինքը հրաժարական տա։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները լեգիտիմությունը կորցրեցին, ու ինչով ավարտվեց, գիտեք, Ալիևը սկսեց կոշտ գործողություններ, ռուս խաղապաները չաջակցեցին։ То есть էլիտան Ղարաբաղի մի թուլություն ուներ, կապում էր ամեն ինչ Ռուսաստանի հետ։ Հիմա Ռուսաստանը այսօր մեզ հետ չի։ Պուտինյան Ռուսաստանը մեր դեմ է, այդ փաստ է։ Հիմա ինչ անեմ ես, ինչով օգնեմ։ Մենակ
Դրանով եմ օգնում, որ բացատրում եմ Ղարաբաղի էլիտային, Հայաստանի այսօրվա իշխանություններին, որ Ռուսաստանը մեր դեմ է, մեզ հետ չի։ Այսօրվա իշխանությունները Ռուսաստանի ու նստած այնտեղ մարդիկ Շոյգուի պես, կտրուկ մեր դեմ են։ Շոյգուն ինչ ասեց։ Տեսակ, պատերազմից, որ ասեց, որ Թուրքիայի հետ օպերացիա անցկացրեցին Ղարաբաղում, փայլուն։ Ինչ ասեց դրանից հետո լռում էր։ Հիմա ուրիշ պաշտոն ունի, այն ժամանակ պաշտպանության նախարարը Ռուսաստանի, հիմա անվտանգության խորհրդի քարտուղար։ Վերջի անգամ ինչ ասեց։ Ասեց դուք փորձեք կարգավիճակը ռուսական երկաթգծերի այդ կոնցեսիայի ռուսական մեր երկաթգծերի վրա փոխել։ Մի հատ փորձեք կորցնենք մի ժամում ամբողջ դեր երկաթգիծը։ Ինչի մասին է խոսքը պարզ է, ֆիզիկապես կոչնչացնեն իրանք, այդպես դուրս կգան այս Հայաստանից։ Միտքս ինչու՞մ է։ Այս ձևի մարդիկ հիմա գլխավոր դեմքեր են Պուտինի մոտ, ու մենք հույս ենք փայփայում, որ իրանք մեզ կաջակցեն, ուրեմն մեր ժողովրդին պետք է ասեմ, պրոռուսական ուժերը ինչ ասեն, չասեն, Ղարաբաղին նախկին այսօրվա էլիտան ինչ ասի, չասի, իրանք շատ ուժեղ հավատ ունեն Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Պնդում եմ, ուղղակի վատ են պատկերացնում այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունը, Պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունը։ Պուտինը բոլորին փեչի մեջ կցի կվարի, այդ բոլորին միայն թե Ռուսաստանը փրկի։ Ռուսաստանը ծանրագույն վիճակում է, եւ տնտեսությունը, եւ տեխնոլոգիաները կատաստրոֆիկ վիճակում են։ Դա է պատճառը, որ ինքը բոլոր դաշնակիցների շահերը ծախելով պահպանում է իր երկիրը։ Մենք էլ պետք է մեր երկրի մասին մտածենք, այլ ոչ թե շարժվենք այն նարատիվներով, կարծրատիպերով, որոնք Ռուսաստանից գալիս են Հայաստան։ Պարոն Գրիգորյան, տեսեք, վերջին շրջանում գիտեք, շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին, երբեմն թվում է, թե դա ընդամենը մոդայիկ արտահայտություն է, որ պարբերաբար օգտագործում ենք, բայց հասկանանք ինչ ասել է հիբրիդային պատերազմ, օրերս օրինակ հետաքրքիր բացահայտում եղավ, որ արևմտյան թերթի անվան ներքո Մոսկվայից թերթեր են բերվում, անվճար բաժանվում, բայց հասկանանք միայն լրատվական դաշտում է հիմա Հայաստանը ենթարկվում հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային հարձակումների, թե այլ դաշտերում եւս այդ հարձակումները տեսանելի են եւ դրա նպատակը նաեւ որն է։ Գիտեք, ես ուշադիր հետևում եմ եւ ներքին գործերի նախարարությունը եւ քննչական մարմինները տեսնում եմ, ակտիվություն կա, աշխատում են եւ այլ եւ այլ։ Բայց մի առաջարկ ես ունեմ իրենց եւ ներքին գործերի նախարարության ղեկավարությանը եւ քննչական մարմինների ղեկավարության, որ բոլոր այն դեպքերը, որոնք եղել են վերջի մի ամսվա մեջ, որոնք կապ չունեն դեզինֆորմացիայի հետ, սուտ լուրերի հետ, մանիպուլյացիաների ինֆորմացիաներ, կապ ունեն ուժային քայլերի հետ, ուսումնասիրեն այդ հիբրիդային պատերազմի կոնտեքստով։ Օրինակ, մեծ գաղտնիք չի, որ Աչափնյակը, ֆիզիկա ինստիտուտի բանավանը, բավական հանգիստ շրջաններ են, ենթաշրջաններ Երևանի։ Այս ինչու է կապված, որ 10 օր առաջ էր, թե ինչ էր մեծ այնտեղ ինչ որ բախումներ էին, ինչ որ կռակոցներ էին, կամ Երևանի կենտրոնում կռակոցներ մի անգամ, երկու անգամ։ Այդ հանգիստ քաղաքում ամբողջ աշխարհը ասում է Հայաստանի պես անվտանգ տեղ Երևանի պես չկա աշխարհում։ Հանգիստ քաղաք։ Այս ոնց է գտնվեց մարդ, որը կոկտեյլ մոլոտովը դա կոչվում է, այդ շշով բենզինը վառեց, գցեց ԱԱՑ-ի շենքի վրա։ Չէ, դուք պատկերացնում եք դա ինչ է։ Մարդը եկավ ազատ երկրում, որտեղ որ կարող էր գալ, նստել, պիկետ անել, բողոքեր ԱԱՑ-ի դեմ ուղված, լիքը մարդ կաջակցեր, կասեր ապրես տղա ջան եւ այլ, գալիս է կոկտեյլ մոլոտովը գցում է ԱԱՑ-ի շենքի վրա, միջդեռ ինչ կապ ունի ԱԱՑ-ն իր ցանկությունների հետ։ Ես չեմ դիտում այդ մենակ խուլիգանության կոնտեքստով ու խորհուրդ եմ տալիս մեր պատկանմարմիններին խուլիգանության կոնտեքստով չնայել, նայեք հիբրիդային պատերազմի կոնտեքստով։ Իսկ ինչ նպատակով է դա արվում, պարոն Գրիգորյան։ Ապակայունացնել Հայաստանը, ապակայունացնել Հայաստանը միջև ընտրություններ, վախի մթնոլորտ ստեղծել։ Գիտեք, երբ որ վախի մթնոլորտը շատ ու շատ մարդիկ չեն գնա, բայց գործող իշխանությունների ձայները հասարակ մարդկան մեջ են։ Այն Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, իր ձայները ոչ թե այն մարդկանց մեջ են, որոնք գալիս են ինչ-որ սիրուն խոսքեր ասում, հասարակ մարդկանց, որ տառը նստած ուզում են, որ խաղաղություն լինի, ուզում են, որ զարգանա երկիրը, ուրախ են, որ Հայաստանը դարձավ գործոն։
Հայաստան գալիս են տարբեր երկրների ղեկավարները գնում գալիս են այդքան շատ են գալիս գնում որ խառնվում ես նախկինների ժամանակ 10 տարվա մեջ մի երկու նախագահ եկել են մեծ աղմուկ էին բարձրացնում հիմա փոխ նախագահ Միացյալ Նահանգների գալիս է դա ոնց որ նորմալ երևույթ է դիտվում Մակրոնը գնում գալիս է մի քանի անգամ որպես նորմալ Ղազախստանի նախագահան գալիս է եվրոպական լիդերներ գալիս գնում գալիս են նախագահներ վարչապետներ Նորմալ ենք մենք դիտում, արտգործ նախարարներ, նախկինում 10 տարվա մեջ, 20 տարվա մեջ, ասենք 4-5 հոգի եկել է, էդ էլ մենք ուրախացել ենք, ոնց որ տոն լինի ազգային։ Հիմա դա սովորական է, ինչը շատ կարևոր է։ Ահա, ու իշխանությունը պետք է հասկանա, որ մեր դեմ պայքարում են, որ այս լավ զարգացումները խափանեն։ Ուրեմն այս երևույթներին, հիբրիդային պատերազմի, հասկացաք ոչ թե միայն ինֆորմացիոն դեզինֆորմացիայի դաշտում, այլ ուժային հիբրիդային քայլեր պետք է կանխվեն։ Ես չեմ հավատում, որ հանգիստ դիստրիկտում, դիստրիկտը գիտեք, շրջանում Երևանի, որը հայտնի է որպես հանգիստ շրջան, երբ որ իրար տալիս են 40 հոգի կրակում են, որ դա պատահական է։ Դա հիբրիդային պատերազմի տարրերն են։ Վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ, սովորական մարդիկ վախենան ասեն արա մեզ պետք է այս ընտրություն չգնանք, բայց իշխանությունը հենց այս մարդկանցով է ուժեղ, հասարակ մարդկանցով, ովքեր գործող իշխանությունների ծրագրերը հասկանում են ու ողջունում են։ Ուրեմն այս կոնտեքստով խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել այդ վերջի դեպքերը։ Այդ վերջի դեպքերը դուք հասկացաք, վարումը, ասենք, շենքի փորձ վարել շենքը կամ դուրը ԱԾ-ի, կրակոցները Երևանի կենտրոնում, դա հազվադեպ է լինում, մեզ մոտ երբեր էս ձևի բան։ Այդ Սրանք ուղղորդված են, այսինքն կասկած ես չունեմ, ուղղորդված են Այո, նույնիսկ մասնակիցները ովքեր կռվել են, կրակել են, կարող է չգիտեն, բայց ուղղորդելը այդ նյուանսային մեխանիզմ է, հասկանում եք, այդ տեսանկյունից ուսումնասիրեն, համոզված են ինչ որ դեպքեր կլինեն, այդ խուլիգանական արարքներ են, բայց ինչ որ դեպքեր կբացահայտեն, որ դա հիբրիդային պատերազմի եկող առաջերտին Ռուսաստանից։ Պարոն Գրիգորյան, Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցումներին նաև անդրադառնանք այդ հարցումների տվյալների իհարկե առաջատարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, բայց ընդդիմադիր դաշտը կամ ընդդիմադիր դաշտում հայտնվելու համար մրցակցում են Սամվել Կարապետյանը, հետո արդեն ավելի ցածր ռեյտինգում Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տևական ժամանակ է խոսվում է քաղաքական դաշտի առողջացման մասին, ինչ է կարծում, արդյոք այս պատկերը քաղաքական դաշտի առողջացման մասին է եւ արդյոք վտանգավոր չէ 2026 թվականին նման խորհրդարան ունենալը կրկին, որտեղ ընդդիմադիր սեգմենտը, ինչպես ընդունված է ասել, ռուսամետ զանգվածն է։ Ну նայեք, մենք այսօր ունենք ազգային ժողով բևեռացված կա քաղաքապայմանագիր, մյուս կողմից երկու պրոռուսական ֆրակցիաները։ Պարզը դա վատ է։ Ինչու է վատ։ Առաջինը բևեռացումը շատ ուժեղ է, երկրորդը այդ պրոռուսական ուժերը, հայտնի ուժերը, ես կասեի այդպես, այդքան էլ ինքնուրույն չեն իրանց որոշումների մեջ։ Չգիտեմ դա ինչից է գալիս, ազդեցությունից Ռուսաստանի, թե իրանք այդպես են մտածում, ինձ համար դա հետաքրքիր չի։ Ցավով գործը գնում է նրան, որ հունիսի 7-ից ընտրություններից հետո մենք ունենանք նույնատիպ ազգային ժողով բևեռացված։ Միգուցե 3 ֆրակցիա չլինի, 4 հատ լինի, բայց կլինի նորից այդպես քաղաքապայմանագիր ու 3 հատ պրոռուսական ուժեր։ Կան էլի ուժեր, որ շանս կա, եթե իրանք 4%-անոց այդ շեմը անցնեն, մի քիչ կծաղկացնեն իրավիճակը, բայց ցավով պետք է ասեմ, տրամաբանությունը գնում է դեպի այդ բևեռացման տրամաբանության գծով գնում է, դա վատ է, ճիշտ եք ասում, քանի որ մենք հարուստ պատկեր չունենք, մենք ունենք ուժեր, ովքեր ասում են, չէ, Ռուսաստանն է եւ վերջ, մինչդեռ Ռուսաստանը անընդհատ մեզանից մի բան պոկում է ու վերջի 5 տարին դա ցույց է տվել, հենց տարածքներ է պոկում, հենց վարում է քաղաքականություն հայկական ու երբ Ռուսաստան ասում եմ, խնդրում եմ նկատի ունեցեք, ես նկատի ունեմ Պուտինյան Ռուսաստանը, ժողովրդի մասին չի խոսքը բարձր։ Եվ վերջում կիսում եք վարչապետի այն տեսակետը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պատմաքաղաքական նշանակություն ունեն մեզ համար։ Միանշանակ այս ընտրությունով մենք կընտրենք
սուվերենությունը։ Հիմա գնում է խաղաղություն ընտրելու ճանապարհ եւ սուվերենություն ընտրելու ճանապարհ։ Եթե մենք ես չեմ հավատում, բայց եթե նախկին տրամաբանությանը վերադառնանք, պարզ է պետության կորուստը կունենանք տարածքային եւ պետության։ Բայց շատ հավանական է, որ նորմալ կլինի եւ խաղաղության այդ գիծը կշարունակվի մոտեցումը, բայց ամենակարևորը բալանսավորված քաղաքականություն կլինի։ Դες Հայաստանը աշխարհի մեջ կլինի, աշխարհի հետ աշխատելիս կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, կհանդիպենք։